Բարի օր բոլսեն հայոց գրականության արվեստի մշակույթի հայոց գրոնքի երբեմնի մայրաքաղաքեն իր բոլսո բադրիարքական Սուրբ Աթորով այս բան գտնվիմ Շիշլի ազգային գերեզմանատան մեջ ինչպես գիտենք մենք թարիվ մեր եկեղեցին կամ մեր գրոնքը ունինք 3 հարանվանություններ արաքելական, ավետարանական, նաև գաթողիկե ու այս մեկը հայ արաքելական համայնքի զավակներու շիրիմն է իհարկե բադմական վայրմն է նաև այս գերեզմանատունը պատկերացրեք որ ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգությանց միջազգային ցուցակի մեջ որպես արժեք ունեցող վայր եւ պատմական արժեք ունեցող վայր ինչու պատմական որովհետեւ գվգայ է մեր ժողովրդի վերջին 200 եւ ավելի տարիներու ամբողջ պատմությունը իր կորզիչներով գրոնավոր կորզիչներով հոգեվոր առաջնորդներով մշակույթի արվեստի թատրոնի լեզվի գերդիչներով գրականության գերդիչներով եւ այս բոլորը անշուշտ նաև գգազմեն այն հանրակումարը, որ գգոչվեր բոլսո հայոց պատմություն քիչ ետ մենք պիտի անցնենք ներս եւ դարբեր հատվածներու մեջ նաև պիտի զանոթանանք այստեղի ասենք այն անուններուն, որոնք իրենց հետքը եւ ստորագրությունը ցկած են այս մեր ժողովրդի հոգին եւ սրտի մեջ եւ այսօր ալ գհիշվին ու չեմ մորցվիր տեսնենք ինչ օրինավոր գերբով է որ գործե այս գերեզմանատունը նույնիսկ կան գոտողներ որ 1800-ին գերդված են որոնց պատկերացրեք որոնց շարավիղները ցավոք այսօր չկան բայց գոտողները կվգայեն եւ այդ վգայությունը հաջող բարերեն ավելի անտին է եւ ավելի հերոյ է սելիկս այն է որ պետք է կուրկուրալ բոլսո հայության, բոլսո ներգայության պետք է զանոթանալ, ճանչնալ, որովհետև եթե մենք կուզենք որպես ազգ մեր շարունակությունը, մեր քոյությունը պահպանել եւ ապահովել, նաեւ պետք է գարչինք մեր անցյալին։ Ամենամեծ փոթորիկներում մեջ են անցած է պոլիսը ու գայուն է, ու գայուն պիտի մնա հավերժ շնորհիվ մեր ժողովրդի նվիրյալ զավակներուն հետևեցեք թողարկումի մյուս ընթացքին եւ պիտի նկատեք եւ պիտի հավատաք ու համաձայնիկ որ կգտնվի իսկապես պատմական հողի վրա Ինչպես նշեցի այս պատմական գերեզմանատան մեջ կան հարյուրավոր կորզիչներու աջուններ, անոնք որ կորզեցին ու անցան, անոնք որ իրենց անցի ընդմեջեն նվիրվեցան մեր ժողովրդին, մշակույթի, արվեստի, եկեղեցական աշխարհի, թատրոնի, գրականության, երաժշտության եւ դարբեր ոլորտներու մեջ անուններ որոնք հարյուրներով այստեղ կննչեն եւ իրենց սիրած զիրենք քրգած հողի մեջ նաեւ մեր պատմության շարունակությունը կհամարվին եւ կգազմեն պիտի ուզեի կարևորներուն ցանոթանալ ճիշտ է ինչպես նշեցի շատ են անունները բայց պիտի փորձեմ մեր հետևորդներուն արևելքի հետևորդներուն հիշեցնել մի քանի կարևոր սրդամոդիկ անուններ որոնք նաեւ մեզ մեջ շատերու մտքերուն մեջ են նաև մենք մեր բադանեկությունը, մեր վաղ երդասարտությունը, մեր օրերը շարժաբաց ենք անոնց հետ, անոնց արվեստով, անոնց գրականությամբ, անոնց գործով, անոնց նվիրումով։ Հետևեցեք եւ միասին բդույթ մնենք այս հզոր եւ պատմագերտ գերեզմանատան թաղերուն մեջ։ Շատ լավալ ճուր մնե Արևելյան գոմնաշխարի խաղաղություն թողլա Արևմտյան գոմնաշխարի փերիություն թողլա Հյուսիսային գոմնաշխարի
արադություն տողլա հարավային գոմնաշխարի բդղապերում տողլա հրաշալի են Դանիել Վարուժանի դողերը ճիշտ է իր աջունները այստեղ չկան բայց մշտապես գհսկե այս բադմական եւ մեզի համար այնքան արժեքավոր կերեզմանադանը Դանիել Վարուժանը բոլսո հայ գրականության դիդաններեն մին որ նաև իր այս փոքրիկ մախտանքին ընդմեջեն ամբողջ աշխարհին հատկապես օսմանյան գայսրության աշխարհին խաղաղություն գցանգար եւ սակայն չտեսավ այդ խաղաղությունը հազար հարկանք իր հիշադակին եւ նաև հարկանք անոնց որ գբահեն Դանիել Վարուժանի ավանդը այս բադմական քաղաքի մեջ այս բաղոն կանգնած եմ Հովանես Տունչ Բոյաջյանի ավելի ուշ հայտնի շատ հայտնի Օննո Տունչի շիրիմին արչև նշեմ որ այս մեծ երաժիշտը շատ գոթողական գործերու հեղինակ է նաև իր շնորհիվ 1974 թվականին պատկերացրեք որ Թուրքիան շահեցավ Եվրադեսիլի մրցանակը եւ մեծ հրճակ ունեցավ նաև ան 175 երաժշտական գդորներու երկերու նվակներու հեղինակ է եւ մեզի բոլորից շատ հայտնի անշուշտ Արտո Տունչի հարազատ եղբայրն է իրապես ողբերգական մահով մահացավան 1996 թվականին երբ իր սեփական ինքնաթիռը եղանակային վատ պայմաններու հետևանքով ինգավ եւ ինք եւ իր հետ երաժիշտ թուրք երաժիշտ հավանաբար կենթադրեմ նաև զոհվեցավ այդ արգազին հետևանքով Թուրքիո մեջ շատ մեծ հրճակ ունի եւ իր հիշադակին այնտեղ ուր այդ արգազը բադայեցավ բարձրացուցին մեծ հուշական տակ մհարկելու համար հայ երաժիշտին հիշադակը Գիգո արավել գիգո արդյոք ինչ կնշանակե եթե այս բառը լսեք ինչ պիտի հիշեք անշուշտ կանգնած եմ Սպյուրքի բոլսո արդի գրականության ամենանշանավոր հեղինակներեն հանդիսացող Զահրադի Զարեհ Յալդզջանի շիրիմին արչև Զահրադը որ նոր էջ մփացավ մեր գրականության մեջ եւ դարձավ այն արդիական շունչը ըսելու համար որ գրնանք ազատ գրել գրնանք ոչ անպայման հանքով գրել, բայց գրնանք իմաստուն գրել եւ գեղեցիկ գրել։ Գեղեցիկի սիրահար Զահրադը իր ամբողջ կյանքը ապրեցավ բոլսո մեջ, մերավ առաջացած դարիքին ունեցավ եւ քրգեց այս համայնքի սերն ու կուրկուրանքը, նաեւ նշեմ, որ դարի առաջ հանդիպեցա անոր գնոջ Անահիս Յալդզյանին հետ, որ գրեթե վերջին ամիսներում մահացավ եւ լույս անոնց հիշադակին, նաեւ նշեմ, որ Զահրադը կհամարվի նաեւ համաշխարհային գրականության մեջ իր արդար եւ հարկված դեղը ունեցող հեղինակը պետք է հիշեցնել, որ բոլսո մեջ այդ ժամանակներուն Զահրադի երդասարտության դարիներուն հանդես եկան հայ գրողներ, որոնք ազատագրեցին մեր բանաստեղծությունը իր գաբանքներեն։ Զահրադի հիշադակը խնգելի է եւ այդ արումով այս բահուն կանգնած եմ այստեղ եւ ուզեցի այդ զգացումները բաժնեկցիլ ցեզի հետ հարկելի հետևորդներ։ Ուրեմն այս բահուն կանգնած եմ շատ մեծ անունի մարչեւ Հակոբ Մարտայան։ Ավելի ուշ մեզ մեջ շատերուն հայտնի, նաեւ Թուրքիո մեջ հայտնի Դիլաչար Adzagana կամ Մակտիրը գրած անձնավորություն, որովհետև ըստ Աթաթուրքի ժամանակներուն Հակոբ Մարտայանը հadouk աշխատանք մստանցած է, որն է դասավորել թուրքական լեզուն եւ ադորամար գոչված է Մարտայան Դիլաչար, այսինքն լեզու բացող եւ անշուշտ մեծ հարկանքներու արժանի դարձած մարդը, որ ծնած է 1895-ին եւ վախճանը կտեսնենք 79-ին, իրոք թուրքական բոլոր աղբյուրներում մեջ
եթե հայության հետ առաջին առնչությունը կամ կարևոր առնչություններու մասին պիտի նկատենք, պիտի հիշենք այս անունը, որուն հիշադակը փառավորապես հարկված է այս երկրի մեջ եւ ան կհամարվի, ինչպես նշեցի, Թուրքիո արդի լեզվին ջարդարաբեդը իսկական։ Մգրդիչ Մարգոսյան կամ մեր այդ կողմերը, սիրելներ, եթե մենք դիտարկենք, որ հրանդինքը ահավոր մեծ բան փոխեց այս երկրի մեջ, նաև պետք է նշենք, պետք է հիշենք այն գրողները, որոնք գրեցին այն հայերու մասին, որոնք տավանափոխ են։ Մգրդիչ Մարգոսյանը անշուշտ անոնցմե է, որ քյուրին վերադարձավ, քյուրի քրագանության, հատկապես ինք կուկար Դիարբեկիրեն եւ այդտեղի մշակույթը, այդտեղի ցայնը, այդտեղի մեր ժողովրդին զգացումները, ապրումները եւ այդ բոլորը փորձեց նկարագրել իր արձակով, գենթադրեմ մեծ հաշվով գրեց թրքերեն, սակայն թարգմանվեցավ նաև անշուշտ հայերենի եւ մեծ հրճակ ունեցավ, հարկված անուն մներ Թուրքիո արդի քրագանության շրջանակներու մեջ եւ մինչեւ հիմա ալ գիհիշվի որպես հրանդինքի ժամանակներու կարևոր հեղինակներեն եւ անուններ են մին։ Զավեն Բիբերյան, ցեզմե շատերը հավանաբար լսած են, որ արևմտահայ նոր արցագի ջարդարաբեդին անունը Զավեն Բիբերյան է։ Փոթորգոտ կյանքը լրակրողական, քրագան, Բոլիս, Բեյրութ, Դարձյալ վերադարձ Բոլիս եւ ինչպես նշեցի, մեծ համբավ ունեցող արցակ կորձիմը մրջուններու վերջալույսը կորձին հեղինակն է, որուն հադորը վերջին ժամանակներուն հրաբարակվեցավ եւ դարձավ մատչելի գիրք, գրնանք համարել զինք արդի արևմտահայ արցակի ամենագարգարուն թեմքերը մեկը չսելու համար ամենահայտնի եւ ամենադաղանտավոր հեղինակը Զավեն Բիբերյան։ Մահակյա արքեպիսկոպոս Օրմանյան մեր եկեղեցու ամենափայլուն թեմքերը մին, որ ապրեցավ ու կորձեց դերևս ամենափոթորգոտ դարիներուն։ Ընդրվեցավ Բադրիարք շատ գարջ միջոցի համար եւ ճիշտ այն դարիներուն, որ հայոց աշխարհը կփոթորգեր։ Ցավալիորեն մեր ժողովրդի զավակներեն շատեր չհասկացան զինք։ Օրմանիա միշտ կգրգներ, մենք պետք է վարվենք հանդարտեցնելու համար մեր հագարագործները։ Անգը կորձազեր քազանազուս բարը պատկերացուցեք։ Սակայն ինչ ալիքներու հետևանքով նաև մեր ժողովուրդը վիրավորեց զինք, հալածեց զինք, մինչև որ հրաժարեցավ իր կայը։ Նաև նշեմ, որ Օրմանյան ոչ միայն վարչարար, ոչ միայն իմաստուն առաջնորդ էլ, այլ նաև կարևոր հեղինակ, ան գրեց ազգաբադումը, որ նաև կհամարվի մեր ժողովրդի եւ մեր գրոնական տասու համար կարևոր հադորմը։ Գրեց հայ եկեղեցու պատմությունը եւ դասնյակ հադորներ, խորհք եւ խոսք կարոզներու հադորը եւ դասնյակ այլ գործեր, որոնք գարժևորեն իր քրիչը եւ կներկայացնեն իր իմաստուն գրոնավորի դեսակը մեր արչեւ։ Խնգելի անոր հիշադակը տեսեք ինչ հսկա քանտագոմը բոլսայությունը ուզած է մեծարել իր սիրելի Բադրիարքին եւ նաեւ հարկել անոր խնգելի հիշադակը, նաեւ նշեմ, որ այստեղ դասնյակ պատրիարքներ, նաեւ միապաններ, վարդապետներ, նույնիսկ քահանաներու շիրմակարերն են եւ այս նշանավոր քերեզմանադամ մեջ Շիշլիի այս բաժինը հատկացված է բոլսո միապանության կամ նաեւ այլ միապանություններու անդամ միապաններուն։